Սիրիայում խաղաղություն գտնելու գերտերությունների ջանքերը ձախողվում են միջցեղային, միջկլանային, էթնիկ, կրոնական ու միջպետական խնդիրների անվերջ հանգույցում ռեգիոնալ ուժերը համաձայնության փոխարեն սրում են իրավիճակը։ Սաուդյան Արաբիա-Իրան լարվածության էսկալացիան ջրի երես հանեց հանգամանքները, որոնք Բաշար Ասադի թշնամիները կցանկանային չհրապարակել։ Սաուդական արքայատոհմի ջղաձգումները սկսվեցին, երբ ՄԱԿ-ում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները առաջին անգամ հասան համաձայնության։ Սիրիայի հարցը թվում էր լուծվում է, բայց բանաձևի տեքստը անընդունելի էր ահաբեկիչներին ֆինանսավորող երկրների համար։ Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Կատար եռանկյունին ամեն կերպ փորձելու է տապալել այն բոլոր գործընթացները, որոնցում հրատապ չէ Բաշար Ասադի անմիջապես հրաժարականը, հեռացումը իշխանությունից։ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի համար սա լուրջ խնդիր է, քանի որ Բաշար Ասադի չհեռացումը նշանակում է նրա դաշնակից Իրանի դիրքերի ամրապնդում։ Միջուկային համաձայնությունից հետո Իրանը մեղմ ասած ոտքի է կանգնում ու մեծ արագությամբ ավելացնում է կշիռը ամբողջ մերձավոր Արևելքում, մասամբ դուրս մղելով գլխավոր մրցակիցներ Սաուդյան Արաբիային և Թուրքիային։ Պարսից ծոցի երկրները, այդ թվում Սաուդյան Արաբիան, իսկապես իրենք փորձում են նաև ինչ-որ կերպ անընդհատ ուրեմն զսպել Իրանի քաղաքականությունը, այսինքն Իրանի առաջ գնացող քաղաքականությունը տարածաշրջանում։ Բայց չի ստացվում, Իրանի դաշնակից Ասադը մնում է, պատժամիջոցները հանվում են, Իրանը վերադառնում է նաև նավթի շուկա, ավելացնում է ազդեցությունը Եմենում, Իրաքում, Սաուդյան Արաբիային ու Թուրքիային ստիպելով հետևել սեփական դիրքերի կորստին։ Նման իրավիճակում համաձայնել խաղաղության Սիրիայում, այն էլ Բաշար Ասադի չհեռանալու պայմանով, հատկապես Սաուդյան Արաբիայի համար նշանակում է ընդունել ռեգիոնալ մեծ պարտություն։ Կողմից լարվածությունը վկայում է, որ սիրիական ճգնաժամը, եթե ինչ-որ տարտամ հույսեր կար, որ կարող է ինչ-որ կերպ հաղթահարել, ես կարծում եմ, որ սիրիական ճգնաժամի հաղթահարման գործընթացը դառնում է ավելի մշուշոտ։ Նման իրավիճակում Սաուդյան Արաբիան լուռ նստել չի կարող, հրահրում է հակաիրանական զարգացումներ, սպանում է շեյխի, Թեհրանին մեղադրում է ահաբեկչության մեջ, Իրանին ճնշելու համար ստիպում է իրեն ենթարկվող երկրներին խզել դիվանագիտական կապերը։ Այս միտումները կարող են հանգեցնել սաուդական սադրանքների, ուղղված Իրանի ոչ իրանախոս ժողովուրդների դեմ։ Դրանցից մեկը բնականաբար մեզ անմիջապես սահմանակից Ատրպատականն է, որտեղ կա թյուրքալեզու բնակչություն, ապա դա ուղղակիորեն ազդելու է Հայաստանի անվտանգության վրա։ Նավթի արժեզրկումը, հետևաբար նաև Սաուդյան Արաբիայի կարևորության նվազումը, Իրանի դեմ ջղաձգումներն ու ահաբեկչական խմբերի միջոցով խնդիրներ լուծելու սովորությունը կարող է դառնալ արաբական առաջատար այդ միապետության անկման սկիզբը։ Դավիթ Սարգսյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։